Բաքուն ջանք չի խնայում, որպեսզի ստանա իր գործողությունների համար կանաչ լույս Վաշինգտոնից, ապարդյուն Հայաստանը եւ բավական մեծ ներկայացուցչական եւ շատ ազդեցիկ լոբիստական խմբեր աշխատում են Հայաստանի շահերի օգտին եւ մեզ առայժմ հաջողվում է ուրեմն Հայաստանի օգտին այսպես դրական զարգացումները շարունակական պահել Միացյալ Նահանգների վարչակազմի մոտ դրան որպես ապացույց եւ Վոլսի գրառումներ Twitter-ում եւ նաեւ Ռուբիոյի հետ հեռախոսազանգ դեպ այդպիսի հեռախոսազանգ Բաքուն փորձում էր կազմակերպել Ալիևի հետ այդ հեռախոսազանգը տեղի չի ունեցել եւ այդ իմաստով առավելությունը շարունակում է Հայաստանը ունենալ նաեւ որպես ռազմավարական գործընկեր Միացյալ Նահանգների հետ